Բարի վերադարձ առաջին ծրագիր շարունակում ենք մեր եթերը եւ շարունակելու ենք մեր հյուրերի հետ, քանի որ դեկտեմբերի 24-ին Նարեկացի նվագախմբի YouTube-յան էջում տեղի է ունեցել մեծ պրեմիերա։ Այս թեմայով եւ ոչ միայն կզրուցենք արդեն մեր հյուրերի հետ։ Մեր տաղավարում են Նարեկացի նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուրը, բարի լույս, եւ նվագախմբի երաժիշտ կանոնահարուհի Անի Նազարյանը, բարի առավոտ։ Բարի լույս, բարի առավոտ։ Բարի առավոտ։ 2021 դեկտեմբերի 24։ Այո։ Սկսենք sense այսպես ասած զերոյից, ինչպես նախաձեռնությունը ումն էր, ինչպես եւ այլն։ Նախաձեռնությունը իմն է եւ իմաստը նրան մեկայանում եւ ես որոշեցի օգտվելով համաշխարհային հռչակավոր դասականի ստեղծագործությունից օգտվելով ազգային նվագարաններով կատարել այնպիսի ստեղծագործություն, որը դա նվագեցինք, տեսանկարահանում արեցինք այնպիսի վայրում, որ ամբողջ աշխարհը տեսնի, որ մենք հին ազգ ենք եւ այս նվագարանները հայկական են եւ մերն են եւ ոչ ոք զորով չի կարող դրանք մեր ձեռքից խլել։ Իդեպ Զվարթնոց պատմաճարտարապետական այդ հրաշալի կոթողի մոտ 7-րդ դարի դարաթույլատորության համար շնորհակալություն եմ ուզում հայտնել այն ժամանակ Արադ Հարվերդյանին, որը լսելով տեղը վճարովի է, երևի շատերն են առնչվել գիտեն, դա հնարավոր չի եւ մեծ գումարներ է անհրաժեշտ, որ այնտեղ տեսանկարանում անել, լսելով այս պատճառաբանությունը Արադ Հարվերդյանը ասեց, «Էլ որտեղ եք ուզում»։ Այսպիսի ազգանվեր, հայրենասեր մարդու կեցվածք էր եւ դա ոգևորում է, որ քո արած գործը իմաստավորվում է եւ ազդում է հայերի համար նշանակություն ունեցող մի բան է ստացվում, այսպես ասեմ։ Բարի լույս, եւս մեկ անգամ ամանորին ընթառաջ երաժշտական նորությունները շարունակվում են։ Դեկտեմբերի 24-ին Նարեկացի նվագախմբի YouTube-յան էջում տեղի ունեցավ մեծ պրեմիերա։ Նարեկացի նվագախմբի երաժիշտները Արտեմ Խաչատուրի գեղարվեստական ղեկավարմամբ ներկայացրեցին Լյուդվիգ վան Բեթհովենի 5-րդ սիմֆոնիայի մեկնաբանությունը ժողովրդական նվագարաններով։ Սիրով ներկայացնեմ մեր հյուրերին, մեր տաղավարում են Նարեկացի նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուրը, բարի լույս, եւ նվագախմբի երաժիշտ Անի Նազարյանը, բարի առավոտ։ Եվ խոսենք այս հետաքրքիր նախաձեռնության մասին, ձեզ մոտ ծնվեց գաղափարը։ Այո, իհարկե, ինչն էր պատճառը, որ օգտվելով Բեթհովենի այս հայտնի ստեղծագործությունից ուզեցինք ամբողջ աշխարհին ցույց տալ, որ այս նվագարանները, որոնք տեսանյութում կան, բացառությամբ կոնտրաբասի, որը հետագայում փոխվի բասբամբերի, բնականաբար, բոլոր նվագարանները հայկական ազգային նվագարաններ են։ Ինչու էր ընտրված Զվարթնոցը։ Զվարթնոցը ընտրված էր նրա համար, որ ամբողջ աշխարհը տեսնի, որ մենք հնագույն ազգ ենք եւ աշխարհի հնագույն ազգերից հազվագյուտ ազգերից մեկն ենք, որ մեր ազգային նվագարաններով կարող ենք դասական այսպիսի բարձր ստեղծագործություն կատարել եւ օգտվելով առիթից շնորհակալություն եմ հայտնում նախարարության պատմամշակութային արժեքների բողոքի տնօրեն Արադ Հարվերդյանին, որը գաղափարը անմիջապես լսելով միանգամից սիրահորժար համաձայնեց անվճար տրամադրելու տարածքը, դա գիտեք, դա հսկվում է պետության կողմից, չեն թույլատրում ամեն մեկին այնտեղ նկարահանումներ կազմակերպելու եւ մեզ սիրահորժար տրամադրեցին տարածքը, չնայած նկարահանման ժամանակ ասեմ տուրիստներ անընդհատ գալիս էին, անընդհատ գալիս կանգնում են, մեկ է տեսնում ես տուտուկարների մեջտեղ եք տեղին հագուստով, մեկ է կանգնել ֆոտո է անում։ Ակնհայտ հետևով անցնում են, չէ՞ մի երկու հոգի։ Այդ նկարահանումներին շատ խանգարեցին, բայց
Thank you.